Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Բարև ձեզ Արման եւ Աննա, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Ձեզ շատ ուրախ ենք, որ այցելել եք։ Ինչպես եք, տրամադրությունը ինչպես է։ Ընտիր, հա։ Շատ լավ։ Շատ լավ ենք։ Կարելի է հնչեցնել հասցեն, որտեղ մենք գտնվում ենք։ Իհարկե, գաղտնիք չէ։ Քանաքեռավանի Թոմաս Էդիսոն փողոցի վրա ենք գտնվում։ Անկեղծ ասած ինձ համար շատ զարմանալի էր, որ Հայաստանում կա Թոմաս Էդիսոնի անվան փողոց, բայց ուսումնասիրելով քարտեզը հասկացանք, որ այստեղ բոլոր փողոցները կրում են ինչ-որ գիտնականների անուններ։ Հատկապես ֆիզիկայի ոլորտում։ Ինչով է դա պայմանավորված, տեղեկություն ունեք։ Ֆիզիկայի ինստիտուտի ինչ-որ լաբորատորիայի պես մի բան է այստեղ եղել ժամանակին եւ նախաձեռնություն ա եղել նախորդ գյուղապետի կողմից, որ փողոցները վերանվանեն։ Իրական ամբողջովին ցավոք չի ավարտվել գործընթաց, այսինքն քարտեզները նավիգատորները ցույց են տալիս այդ անունները, բայց պաշտոնական մեր այս փողոցը 9-րդ փողոց է գրանցված։ Էլ ինչ անուններ կա։ Դուռը փակվեց, ներս կկարողանաք, չէ՞ մտնել։ Ես բանալին ունեմ, պատրաստված եմ։ Շատ լավ։ Էլ ինչ անուններ կան հայտնի։ Օմը կա, բորը կա, տեսլա կա։ Հիմնական փողոցը Անանյաս Շիրակացին է, այդպես հիմա բոլորին չեմ հիշի, բայց ինչքան հայտնի անուն գիտեք կա։ Տեսլայի փողոց էլ կա։ Ահա, մենք ամպեր Նյուտոն նույնիսկ այդ անունները հանդիպեցինք այս տարածքում։ Շատ հետաքրքիր էր այս տեղեկությունը, այս շատ հատկապես։ Որ եկել ենք այս գյուղ առաջին անգամ։ Ճիշտ է, Թոմաս Էդիսոնը փողոցի անունը, բայց էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ ունենում է գյուղը, հատկապես երբ անձրև է լինում ամպրոպ։ Լուսամուտական մարմինները էլ ավելի աչալուրջ կլինեն այդ հարցի վերաբերյալ։ Կարծես թե դրսում ամեն բան պարզ է, եթե կա հնարավորություն դրսում չմնալու գնանք համեցեք։ Բարեբախտաբար դուք բանալին վերցրել եք։ Որքան ժամանակ է որ այս գյուղում եք արդեն բնակվում։ 20 թվականից կոവിഡ്ի չարաբաստիկ տարին էր, 19-ի վերջին։ Շատ գեղեցիկ եւ բարեկարգ բակ ունեք դուք։ Հա, շնորհակալություն, այդ մեր ջանքերն է, Հատկապես Արմանի ջանքերն են այգու։ Իրական որ եկել ենք այստեղ, մենակ այս տունն է եղել, այսինքն նախորդերը տունը սարքել էր, որ ապրեր, բայց մեզ վաճառեց։ Իսկ այգին շատ վատ վիճակում էր եւ իրոք այգի չէր, չկար, հող էր իրականում եւ մենք այստեղից երկու մեծ բեռնատար մեքենայով հենց քար ենք հանել հողի տակից, այս չափի քար ու եւ շշեր, կոտրած շշեր եւ ինչ տեսնում եք մեծ հաշվով բացի այս մեծ ծիրանենուց, որը շատ հին է եւ շուտով գուցե էլ չլինի, մնացած ամեն ինչ մեր ձեռքի մենք ենք տնկել երկուսով օգնություն։ Նախկինում ծառեր եղել են, ուղղակի տանտիրոջ նյարդերի վրա էին ազդել եւ նա որոշել բոլոր ծառերը կտրել, միայն այս ծիրանենին էր թողել։ Հասկացա։ Դուք եք զբաղվում խնամքով։ Այո, դե հա, այսպես այգեպան չունենք, ես եմ մեծ։ Իրական 30 տարի ես էլ Աննան էլ Երևան ենք ծնվել, մեծացել եւ 30 տարեկան էինք, 30-29, որ եկանք գյուղ։ Եվ ընդհանրապես գյուղում ապրելու փորձ ունենք եւ այս ծառերը բան զրոյից սովորել ենք ոնց անենք եւ այլն։ Ճիշտ է, ամեն ինչի որ շատ լավ է ստացվում։ Օրինակ ես իմ ձեռքով էտում եմ, մեկը փորձառու, մեկը գալի ասում է, այս ինչս էս լավ չի բա։ Բայց դե ավելավա ես անեմ սովորեմ, քան անդադ մեկին դիմեմ, այդպես չեմ հիշելու էլի, որ Կարծում եմ նույնիսկ եթե դուք փորձառու լինեք, միևնույնն է կգտնվեին էլ ավելի փորձառուներ, ովքեր անուն կդնեին ձեր արած գործերին։ Փորձառել։ Դա շատ օրինաչափ է եւ միշտ այդպես է լինում։ Ինչ ծառեր ունեք հետաքրքիր։ Շուրջ 30 ավել հիմնականում պտղատու ու բերքատու ծառեր են, ծիրանենի, դեղցենի, բալենի, սալորենի, թզենի, խնձորենի, տանձենի, այստեղ նուշ պնդուկ նաև ունենք, այնտեղ մեղրից բերած մուշմուլա է, ես հորական կողմից մեղրեցի եմ, այնտեղից ոչ բան, բայց այստեղ նուր չունեմ, մեղրեցի եմ, բայց նուր չունեմ, մեղրեցիները չեն ների ինձ դա, բայց այստեղ ինձ թվում է լավ չի աճում, որտեղ փորձեցի դնել, չկպավ, չորացավ, շատ լավ է աճում, այստեղ ծիրանը, խնձորը ու կերասը, այդ առումով շատ ուժեղ է, այլ ինչ ունենք, ոնց որ այդքան խաղող մեկ է ունենք,
տաղավարի մոտ, բայց խաղը ճիշտ ասած մեզ մոտ ավելի շատ որպես սաղարթ ապահովող, ստվերապահովող բան է։ Բույսը։ Դեղևնի ունենք եւ սագուրը ունենք։ Հա, Աննան դեկորատիվների սիրահար է, ես բերքատուների սիրահար եմ։ Իրական մեծ երջանկություն է, որ մաման, ասում եմ, գյուղում չես ծնվել, դու դա չես ունեցել երբեք։ Այսպես քո ձեռք ափսոս հիմա բերք չկա, որ ձեզ հյուրասիրենք։ Ոչինչ, մենք մոտ ենք բնակվում, կարող ենք համեցեք, որ բերքի հավաքի ժամանակ գալ, որևէ խնդիր չկա։ Համեցեք, ոչ միայն բերքի, այլև համեցեք մեր տաղավար, ես խոստանում եմ խորոված իմ ձեռքով ձեր համար պատրաստել։ Հավանաբար հաջորդը կլինի քաղցած չէին սպասում։ Իմ հոբիներից մեկը խորոված պատրաստելն է, եւ այս տաղավարն էլ ենք մենք ստեղծել, այսպես ասած։ Աննայի դիզայնով։ Դիզայնը ձերն է։ Այո, իմ է։ Ջահերը գեղեցիկ են, ինչ խոսք, ընդհանուր գեղեցիկ է, բայց ջահերը հատկապես տպավորում են։ Ջահերը Վիետնամից ենք բերել։ Այնտեղ շատ ընդունված անման ջահեր ունենալ է։ 38 երկրում եք հասցրել լինել։ Հա, ես Աննան էլ մոտ կարող ավելի շատ, իսկ Աննան նույնիսկ ավելի շատ, ուղղակի ինքը չի հաշվելուց լավ չի։ Լավ չեմ հաշվելուց, բայց ճանապարհ։ Դե ինքը եղել է երկրներում, որ ես չեմ եղել։ Դուք գործի բերումով եք ճամփորդում, թե ուղղակի որպես զբոսաշրջիկներ սիրում եք միասին շրջագայել։ Սկզբում գործի բերումով էր, հիմա արդեն ավելի շատ որպես զբոսաշրջիկ։ Կամ իմ դեպքում երկուսն էլ։ Հատկապես Համատեղում ենք, եթե 38 երկրներից որը ձեզ ամենաշատը տպավորեց։ Դու ասա քոնը ես իմ։ Շրի Լանկան, Վիետնամը։ Ասիական։ Այո, ես Ֆիլիպինները կպատասխանեմ, որտեղ նույնիսկ լավ չի ասել եթերով, բայց նույնիսկ ուզեի տեղափոխվեի Ֆիլիպիններ մի ժամանակ, Աննային համոզում էի, ասում եք աղա գնանք, բայց Աննան չուզեց։ Ինչով կզբաղվեիք Ֆիլիպիններում։ Շատ բանալ կհնչի, բայց բար կբացեի ուղակի լողափին ու տուրիստների հետ այդպես իրանց խմիչ լցնել։ Շատ sense թեթև էլ, որտեղ այդ ժողովուրդը այդպես է, հենց շատ ուրախ, ամբողջ օրը երգում են, այսպես իրանց անհոգությունը ինձ դուր եկա։ Մենք հայերս շատ տխուր ենք, էլի ավելի իրանց համեմատ։ Ճիշտ է, մենք փորձում ենք չլինել, բայց ընդհանրապես մեր ժողովուրդը ավելի դե հասկանալի է նաև տխուր անցյալի պատմական պատճառով շատ ավելի այսպես դարդոտած ենք։ Այնտեղ իրանք այնպես որ մեզ հարուստ են կամ դարդեր չունեն կամ ավելի լավ կենցաղային պայման է, բայց ինչ որ հաջողվում է այդ մարդկանց թեթև ապրել։ Իրանց այդ կենսասիրությունը ինձ շատ դուր եկավ։ Սա կրկին ձեր դիզայնն է, Աննա։ Ափսեները այո, Մարոկոից էի բերել, գործուխման էի Մարոկո։ Ճանապարհին մեկը կոտրվեց, որոշեցի, որ Մի կարելի քանիսը ճանապարհին կոտրեցի, այո, եւ Արմանը առաջարկեց, որ այդպես Դե այդ ժամանակ այս տոնը չունեինք նույնիսկ։ Մենք սա տարիներով պահեցինք այս կոտրվածքը։ Դե միտեղ կօգտագործենք։ Եվ այսպես սիրուն ստացվեց երևի թե։ Նաև ուզում էինք, որ սենց պայծառ գույների մեջ լինի, դրա համար առաջարկեցի, որ դեղին գույնով ներկենք։ Սկզբում մարդիկ ասում էին, վայ, դեղին ոնց որ անսովոր է։ Միշտ տաղավարները ինչ որ մուգ գույնի մեջ են, չէ՞ անում։ Մուգ բետոնովի։ Ահա։ Բայց հետո որ տեսան, այսին հա շատ սիրուն է։ Իսկ գահը ում է պատկանում, սա երկու հոգու համար նախատեսված չէ միանշանակ։ Բացառապես հյուրերին, նա մենք չենք նստում համարյա, երեխաներն են, որովհետև շոճանակ է ինքը, մեր ընկերներն են նվիրել, այտենց մեր տանը գահեր չկան։ Ձեր տանը չկան գահեր։ Ընկերներ, մենք որոշել ենք բացահայտել ձեզ եւ ձեր տունը նույնպես, ոչ միայն բակի հատվածը, այնպես որ կխնդրեմ այս պահին զրուցելով գնանք ներս։ Սիրո։ Ամռանը, գարնանը, աշնանը նույնիսկ շատ հաճելի է իհարկե սեփական տուն, բայց ձմռանը իրենից բխող մի շարք այլ դժվար հետևանքներ կան։ Որն է հիմնական ձեզ խանգարող հանգամանքը։ Ձմռանը Ջեռուցումը ինձ Դե համար։ ջեռուցում ենք իհարկե վճարովի պայմաններում, բայց շատ չի ասի որ դժվար է իրականում։ Այստեղ բակը մաքրելը, հա, այս դիմացը, այդ գարաժի դիմացը, էդ էլ է ինձ։ Եկվեք էլի հայվան է գալիս, այն նկատողություններ են անում, այ որ սառուց լցնեի, ախ լցնեիր սառ, չէր սառի, բայց չենք հասցնում իրականում, մեկ-մեկ։ Բայց չենք դժգոհում, ծանր չի ձմեռը։ Սրտի հարցը կա, մենք մինչև 1 շաբաթ առաջ ջեռուցումը միացրած ենք պահել, որովհետև Երևանի համեմատ Դե մի փոքր հյուսիս է։ ու բարձր է նաև, մոտ 1000 ինչ-որ տարբերություն կա Շենգավթի հետ 1000 մետրի։ Բայց ամռանը երեկոյան ավելի անհամեմատ ավելի զով է լինում։ Աննա, ես վստահ եմ, որ դրան վրա կրկին ձեր ստեղծագործությունն է եւ այն դարբինը, ով սա կռել է, վստահաբար հիմա նայելու է եւ թեթև սրտի խնդիրներ է ունենալու։ Չեմ կարծում սրտի խնդիրներ ունենա, բայց երևի տարօրինակության զգացում կունենա։ Ինձ ընկերուհիս նվիրել էր
ծնունդիս 4 գույնիներ եւ ես մի օր տենց այդքան տրամադրություն չունեմ, տես ինչ անեմ, որոշեցի ներկել մեր դուռը եւ ստանալ այլ գույներ, որովհետեւ 4 գույնով դժվար էր։ Գեղեցիկ է ստացվել, գնանք ներս։ Խամեցեք, իհարկե։ Գնանք ներս ու սկսենք արդեն փոքրիկ դետալներին անդրադառնալ, հենց ձախ կողմում կան փղիկներ, ինչ են նրանք խորհրդանշում եւ որ երկրից են նրանք հայտնվել ձեր տանը։ Ես արդեն չեմ հիշում, վստահաբար ասիական են, որտեղ Ասիայում ենք շատ փղերի հետ շփվել, ընդ որում վայրի։ Մենք մի օր Շրի Լանկայում քնած էինք, առավոտյան 5-ներ, տանտերը եկավ արթնացրեց, այսպես դուրս հարբած փղեր են եկել։ Չէ, այսպես վատ անգլերենով մենք չենք հասկացել նույնիսկ ինչա կատարում, բայց ինքը ասում էր elephant, մի խոսքով վազեցին, չվազեցինք, ցենց զգուշ դուրս եկանք, որտեղ վայրի էր իրոք, ու տեսանք մոտիկից վայրի փիղ։ Իսկ մյուս այդ վարժեցրածների հետ աշխատել ենք չշվել, որտեղ մեզ գաղափարական առումով հաստ չենք, որ կենթաներին այսպես Instagram-ի բան են դարձնում, էլի սիմվոլներ եւ այլն։ Բայց վայրին տեսնենք եկել էր մանգո ուտելու, հարևանի մանգոյի ծառը ջարդեց, թափեց, աղ մանգոները կերավ, ու այդպես փղերը շատ սիրված են Ասիայում, մենք էլ ենք սիրել, դրա համար պես ինչ-որ սիմվոլներ առել փղի տեսքով։ Շատ կտեսնեք մեր տանը դեռ։ Լավ, շատ բարի։ Ես տեսնում եմ հետաքրքիր ապակե տարաներ, սրանք էլի վստահաբար որևէ երկրներից հայտնվել են ձեր տանը, բայց ավելի հետաքրքիր տարա մի բանկասեր։ Ով է ձեզ նվիրել մի բանկասեր։ Ես եւ ընկերուհիս ներկայացությամբ ենք զբաղված, ներկում ենք մեր տան դատարկ բանկաները։ Սա կոնկրետ ես եմ արել, այնտեղ մի հատը կա, որ ընկերուհիս է ներկել։ Իսկ այս խաղալիքները Աննայի մամայի ստեղծագործություններն են։ Ոնց հասկացաք, իրանց ձեռքի աշխատանքներից ուժեղ են։ Զոքաչի աշխատանքներն է, որ TikTok-ում հայտնի էր դարձել նաև իր այդ վիդեոներից մեկը 11 միլիոն դիտումներ ունեցավ, որ իր ձեռագործներ ցույց տալիս։ Պես շատ ավելի ոգևորվել էր, հիմա ասենց ակտիվ բաներ է ստեղծում։ Եվ վերջին նկարին անդրադառնանք միջանցքում գտնվող, կարծես թե երկու անձ են, սրանք ձեր խորհրդանիշերն են, թե ոչ։ Սա հարավային Աֆրիկայից է եւ այնտեղի տեղացի արտիստներից մեկն է նկարել։ Բայց երկուսն է կին են երևի, թե բարձ։ Բարձ չի։ Թե յուրաքանչյուրը թող տեսնի այն կերպարը, որը ցանկանում է տեսնել։ Չէ, այսպես մեր հետ չենք կապել, ուղղակի Աննան գործով էլի գնացել էր, հավանել էր, բերել էր։ Այսպես ամենտեղից մի բան փորձում ենք բերել, էլի սիրուն ինչ-որ բան, համ մենք հիշենք, համ այս դատարկ պատերը որ լցնենք, որտեղ տունը որ եկել ենք դատարկ 0-ից sense նոր տան լավը է դա, որ դու քո ձևով ես էլ ինչ-որ բաներ զարդարում եւ այլն։ Ճիշտ է, մեր փոքր տան համար ինձ թվում է մենք շատ գույք ունենք, բայց չի ասի, որ փոքր է, կարծում նորմալ։ Դե սեփական տուն որպես, օրինակ ինքը բնակարանի չափս է, մոտ 70 քառակուսի է, շատ բնակարաններ կան 80, 90, 100, ասենք։ Ով էր ձեզ հուշում լավ լինել քուր։ Թե դուք եք հուշում։ Այն ընկերուհիս, որ նաև նկարել է Արփին Բալյան։ Այն բանկայի վրա։ Հասանք հյուրասենյակի հատված։ Այն է գրածել է սիրով Արփին ա եղել, հա։ Ակողքի բանկայի վրա էր դա գրված։ Դե ընկերներ, հիմա խնդրում եմ պատմեք, թե ինչով եք զբաղվում, ինչպես եք ապրում, փորձեցինք որոշակիորեն հասկանալ, բայց դեռ հələ շատ ենք հասկանալու։ Հա, չէ, մենակ ծառ աճացնելով չես ապրի։ Ինչով եք զբաղվում։ Դու ասա։ Ես ֆեմինիստ ուսումնագետ եմ։ Հայաստանում հիմնականում զբաղվել եմ կանանց իրավունքների պաշտպանության ժամանակին, այնուհետև ֆեմինիստական հետազոտություններով հիմնել եմ տարիներ առաջ Հայաստանում եւ տարածաշրջանում առաջին ֆեմինիստական գրադարանը ընկերուհուս հետ։ Այժմ այնտեղ չեմ ներգրավում ժամանակի սուղության պատճառով, բայց իմ ընկերուհիները շարունակում են ապրեցնել տարածքը։ Ինչ է նշանակում ֆեմինիստական գրադարան։ Այսինքն այդտեղ մենք հավաքել ենք գրքեր ֆեմինիստական տեսությունների վերաբերյալ, ինչպես նաև հարող տեսությունների, փոխհատվող փիլիսոփայական գրքեր, արվեստի գրքեր, հումանիտար գիտությունների գրքեր, որոնք որ այս կամ այն կերպով ֆեմինիստական տեսության հետ խաչվում են, հետգաղութային տեսություններ եւ այլն։ Այն կանանց իրավունքների հետ կապված խնդիր շատ ունենք մեր երկրում։ Անշուշտ, մենակ իրավունքների հարց չի, այսինքն ընդհանուր ֆեմինիզմը դա խոհափիլիսոփայական եւ քաղաքական շարժում է, տեսություն, մտածողություն միայն իրավունքների մասին չի, նույնիսկ նույն ֆեմինիզմի մեջ կան տարբեր ճյուղավորումներ, որտեղ որ
շատ ֆեմինիստներ քննադատում են, երբ որ հարցը դրվում է միայն իրավունքների վրա, այստեղ ավելի շատ դրա մասին է, թե ինչպես է աշխարհը ստեղծված եւ ինչպես են մի խումբ մարդիկ շահագործում այլ խումբ մարդկանց եւ դա պարտադիր չէ, որ տղամարդկանց կողմից շահագործում լինի կնոջ նկատմամբ, դա կարող է լինել օրինակ բիզնեսների շահագործումը աշխատողների նկատմամբ, հանքերի տերերի շահագործումը աշխատողների նկատմամբ, Այսինքն սերով պայմանավորված չէ, մարդու մասին է։ Ոչ միայն։ Դե ֆեմինիզմի հիմնական գաղափարը իհարկե այն է, որ հայրիշխանությունը պետք է վերանա եւ այդտեղ իհարկե արական իշխանության մասին է, բայց պարտադիր չէ, որ արական իշխանությունը վերարտադրվի տղամարդկանց կողմից, ցանկացած սեռի մարդ կարող է այդ իշխանությունը վերարտադրել, նույնիսկ անգիտակցաբար, որովհետեւ մենք ծնվում եւ սովորում ենք, որ այսպեսին կամ այնպեսին պիտի լինի աշխարհը, մարդիկ այսպեսին կամ այնպեսին պիտի լինեն եւ ֆեմինիզմը ազատագրող փիլիսոփայություն է, որը որ սովորեցնում է աշխարհին նայել այլ կերպ, քան մեզ տիպում են մտածել, որ աշխարհը կա։ Տղամարդկանց իրավունքների հետ կապված խնդիրներ չկան, միայն կանանց իրավունքների հետ ընդհանրապես ինչպես է կոչվում։ Դա հասկացանք, ֆեմինիզմ է կոչվում, իսկ տղամարդկանց հետ կապված կա որևէ տերմին։ Դե տղամարդկանց հետ կապված այս վերջերս ավելի ու ավելի շատ տղամարդիկ են գիտակցում, որ ազատագրումը նաև իրենց է վերաբերվում, այսինքն իրենք նույնպես որոշակի նորմերից կազատագրվեն, օրինակ իրենց զգացմունքները կկարողանան արտահայտել, չեն մտածի, որ ֆինանսական բեռը միշտ իրենց վրա է կամ միշտ պիտի իրենք որոշումներ կայացնեն եւ հասկանում են, որ կոլեգիալությունը եւ միմյանց հետ քննարկելը, առողջ հարաբերություններ ստեղծելը փոխշահավետ է բոլորի համար, բայց նաև չմոռանանք այն մասին, որ ցավոք հայրիշխանությունից իսկապես օգտվել են տղամարդիկ եւ ունեցել են աշխատելու հնարավորություն, ռեսուրսներ կուտակելու, որոշումներ կայացնելու հնարավորություն եւ ժամանակն է այդ արտոնությունները քննելու եւ աշխարհը ավելի առողջ փոխհարաբերություններով կառուցելու։ Մենք դեռևս կխոսենք այդ ամենի մասին էլ ավելի ծավալուն։ Արման, դուք ինչով եք զբաղվում այս պահին։ Ես հիմա Arm Games reality show-ների ստեղծագործական թիմի անդամ եմ եւ նաեւ իմ YouTube-յան ալիքում այդպես հեղինակային հաղորդում եմ սկսել, որպես դիրքավորվում եմ որպես reality show-ների մեկնաբան, մի մասնակցություն, որ Հայաստանում չկա դեռ, մասնակցություն կամ գործունեություն ավելի ճիշտ։ Այլ երկրներում շատ են այդ review անողները, հա, օտար լեզվով ասած, Հայաստանում չկա եւ շատ էի ուզում։ Ճիշտ ասած, ես ուզում էի, որ մենք ստեղծենք թիմով reality-ն, ուրիշ մեկը, դրսից մեկը մեկնաբանի, բայց ցավոք այդպես էլ չհայտնվեց այդ մեկնաբանը եւ ես ստացի կարող ես օրինակ ծառայեմ եւ հետո տարածվի, տեսնենք, հուսով ենք տարածվի։ Այս փուլում դրանով եմ շատ տարված ու զբաղվում եմ։ Եվ Arm Games-ը Հայաստանում այսպես կարելի ասել պատմություն է ստեղծում, որովհետև անդադար նոր reality show-ների ֆորմատներ ենք ձևաչափեր ենք փորձարկում եւ լրիվ նոր է ինքը հիմա շատ սիրվել է հատկապես դեռահասների կողմից, բայց մենք վաղուց դեռահաս չենք, բայց մինչեւ հիմա սիրում տարված է reality-ներով, կարծում եմ բոլոր տարիքային մարդիկ կսիրեն։ Այս պայն դրանով եմ հիմնականում զբաղվում։ Նախկինում ավելի այդպես ակտիվ լրագրության մեջ եմ եղել։ Հիմա լրագրությունից ինձ մնացել է այդ ֆիքսերի աշխատանքը, դա այնա, երբ որ դրսից օտարազգի լրագրողներ են այցելում մեզ, մենք իրանց լուսաբան օգնում ենք այստեղ լուսաբանը, ես ավելի ճիշտ է, այսինքն թարգմանել, կազմակերպել, նաև որպես վարորդ տանել մարզեր վերադարձնել եւ այլն, այդ լրագրությունից դա է մնացել, որտեղ մնացածի հետ էլ չեմ առնչվում այսպես։ Ամենօրյա լրագրության հետ կապ չունեմ այլևս։ Այսինքն հիմա խորացած եք սցենարային աշխատանքներ իրականացնելու մեջ, ճիշտ է։ Այո։ Որտեղից ձեզ այդ ձիրքը։ Ճիշտն ասած, երևի մանկուց միշտ ունեցել եմ, բայց շատ չեմ օգտագործել ու տարերքը, այսպես գիրքը reality show-ների նկատմամբ դեռահաս տարիքում է եկել։ Ալֆրեդի սենյակից սկսած։ Չէ, ավելի դրսի այդ survivor-ները որ կան կամ ռուսերենով Պաստերնիկի ռոյը Հայաստանում ավելի հասանելի էր այդ տարիներին, ու որ նայել եմ երեխա ժամանակ չեմ պատկի։ Այլ միշտ ուզեցել եմ ես լինեմ մասնակից, բայց չեմ էլ անգամ երազել, որ մի օր կգա ժամանակ, որ Հայաստանում մենք նման ֆորմատ կփորձարկենք եւ հիմա
այսպես երբեմն կարող է նույնիսկ բաներ լինի, որ վախենում ես երազել։ Հիմա կարելի ասել իմ երազանքների աշխատանքներից մեկն է, որ հիմա անում եմ, իսկ ձիրքը մենակ իմը չէ, այսինքն մենք թիմով ենք ստեղծագործում եւ դա է հենց շատ լավ, որ մի հոգու վրա չի, այլ մեր թիմում շատ մարդիկ կան, եւ տաղանդավոր եւ փորձառու եւ այսպես միշտ Արմեն Մելիքյան շատ այդ առումով ազատ մտածող, այսինքն միշտ նկատում է լավ կերպարների եւ ներգրավում է։ Հենց հիմա էլ թիմը մեծանում է։ Օրինակ մեր նախորդ reality հաղթողը Շուշանը Ստեփանյան հիմա մեր ստեղծագործական թիմի անդամ է, որ մարտը որ անցել է որպես մասնակից, երբ որ միանում է արդեն ինքը նոր հայացք է էլի բերում, միշտ ասում օրինակ այդ երբ որ ինձ վրա աչքերով։ Հա, երբ որ ինձ վրա սա փորձարկեցիք, այդքան էլ լավ չէր, եկեք այդպես չանենք կամ հակառակը, լավ էր, եկեք անենք։ Այնպես որ մերը շատ թիմային է, շատ կոլեկտիվ ենք աշխատում եւ դա շատ նաեւ լավ է, որովհետեւ մի խելքը լավ է, մի քանիսը շատ ավելի լավ։ Ասացիք, երբ ձեռք էիք բերում այս տունը, այն բավականին ոչ բարվոք վիճակում էր գտնվում։ Տունը ինքնին չէ, բայց բակը շատ տխուր էր, այսինքն ուղղակի այստեղ, չգիտեմ, անմշակ էր եւ թափես որ պատկերացնեք, այս մեր գյուղը նախկինում եղել են հողամասեր։ Հատկացումները եղել է 1000 քառակուսի մետր, այսպես ընտանիքներով, ուղղակի այգի են մշակել եւ վաճառել կամ եւ այլն։ Հետո ինչ որ տենդենս եղավ, որ սկսեցին երևանցիները եւ ոչ միայն, օրինակ ավելի հեռու մարզերից մարդիկ գալ այստեղ ապրելու եւ այս հողերը 1000-ով կամ կոտրել են 500 վաճառել են։ Հիմա այս այգով ըստ էության արդեն ով որ տունը գնել էր, չէր զբաղվել, իրան այգին շատ հետաքրքիր չի եղել, տունը բայց լավ էր սարքել։ Ամեն դեպքում վերանորոգման աշխատանքներ բնականաբար իրականացրել եք։ Միայն այս սենյակի սպիտակ պատերը, որովհետև նախորդ պատերը մեր սրտով չէին, մեր մասով մեր սրտով չէին, եւ այս վերջերս բաղնիքը ես ինքս վերանորոգեցի։ Բաղնիքը։ Այո։ Լավ, մենք դեռ կլինենք այնտեղ, իհարկե չենք լինում, բայց եթե դուք եք վերանորոգել, չենք կարող։ Մի ձեռքով ներկել է ամբողջ բաղնիքը, մի քանի օր տևեց, չեմ հիշում, 3 օր։ Բայց ես նաև զուգահեռ աշխատում էի, այսքան աշխատում էի, հետո ներկով էի։ Բրավո եւ 1000 բրավո։ Դաշնամուրը ում է պատկանում ընկերներ։ Ինձ, ես Դուք նաև երգեր եք գրում, եթե չեմ սխալվում, չէ՞։ Այո։ Խնդրում եմ, մի բան մեզ համար կկատարեք, եթե կարելի է։ 2 տող էլի։ Ուզում եք 1.5, որևէ խնդիր չկա։ Եթե չեք ուզում երգել, կարող եք ընդամենը միայն նվագել։ Հա, ձեզ համար ջազ կնվագեմ։ Ջազ մենք սիրում ենք։ Բայց ջազը քո ստեղծագործությունը չի։ Բայց ձեր ստեղծագործություններից եթե լիներ, նվագեն ինչ որ դու ես ստեղծել։ ես համաձայն եմ Արմանի հետ։ Բրավո։ Արման, Աննա, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մարրանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մարրանիկ ընկերության կարգախոսը։ Աննան կհիշի։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարրանիկ։ Սիրով նվիրում ենք ձեզ, Աննա։ Շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք, սիրով կօգտագործենք։ Հաջողեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։
Շնորհակալություն։ Նույնպես շնորհակալ ենք, գտնվում ենք խոհանոցի հատվածում։ Իհարկե մենք հյուրասենյակում ամեն բան չհասցրեցինք բացահայտել, բայց դեռ հնարավորություն կունենանք վերադառնալ։ Ո՞վ է ձեր տան խոհանոցի արարիչը։ Չէ, իրական երկուսով, բայց ես եւի բան գեների ուժով հայրս պրոֆեսիոնալ խոհարար է եղել, ողջ կյանքում, ցավոք կյանքից հեռացել է, եւ եւի գենետիկ սերը խոհանոցի նկատմամբ իմ մեջ անցել է։ Բե ավելի շատ իրական ոնց ասի մանգալի մոտ եմ սիրում խորոված անել, բայց այդտեղ էլ, այսինքն օրը որ սկսվում է, ես շուտ համով բամ տի սարքեմ։ Առաջի հերթին իմ համար, հետո Աննայի։ Հետո միանշանակ մենք կարծած չէինք սպասում։ համեցեք։ Համեցեք։ Ո՞րն է Արմանի պատրաստած ամենասիրելին ձեր ուտեստը։ Կանաչ քարի, թայլանդական եւ հայկական ավանդական խորովածը։ Հետ չի սպասել, չէ՞ քեզ, որ խորովածը կաս։ Ես չեմ սիրում խորոված, բայց Աննան կապրիզնի է, ու գնում է ռեստորան, բան, ասում քո խորովածը ավել։ Հետարմով երես։ Վերջապես ես միս առանձնապես չեմ սիրում, բայց Արմանի պատրաստածը սիրում եմ շատ։ Խոհանոցում հաճախ եք լինում։ Հա, ես օրինակ սիրում եմ իմ սարքածը տան, էլի, այսինքն իմ կամ Աննայի էական չի, չեմ սիրում։ Օրինակ Աննան ավելի հակված է պատվիրելու, բան, ես չեմ այդ ոնց ասեմ, զանգվածային տեղերի այդ ուտելիքները իմ համար հետո մի քիչ որ մոտդ լավ է ստացվում, ոնց ասեմ, պլանկան նշաձողդ բարձրանում, գնում ես ռեստորան, ասես, բայց ես ավելի համով եմ սարքի, խեմ ստեյք է այսքան փող տալիս։ Ես շատ սիրում եմ պատրաստել ընկերների համար, ընտանիքի անդամների համար, բայց երբ որ դառնում է առօրյա պարտականություն, այդ պահը չեմ սիրում, թե չէ շատ սիրով եմ պատրաստում, բայց վերջին եւի 5-6 տարին է ինչ սիրահարվել եմ խոհանոցին։ Մինչ այդ մտածում եմ, որ դա ինչ որ անիմաստ պարտականություն է, հատկապես որ կանանց այդ դերն է տրված, ծնված օրվանից ես կասեի, ոնց որ ընդդիմանում էի, բայց հետո հասկացա, որ իրական ես էլ եմ շատ սիրում եւ յուրահատուկ ձևա ձերբազատվելու օրինակ բացասական մտքերից, առօրյա հոգսերից, կյանքի դժվարություններից, ինչու ոչ, եւ մեդիտացիոն ինչ որ բան կա, ու նաեւ ինչպիսի բնավորություն որ ունեն մեզ, հաճախ դա արտացոլվում է այն սնունդի մեջ, որը որ պատրաստում է մարդը, այդ առումով էլ է հետաքրքիր բացահայտում։ Բայց ձեր տանը չկա չէ կոնկրետ պարտականություն, որ պետք է դուք լինեք խոհանոցում։ Չէ։ Ոչ մի։ Բոլոր մարդիկ պիտի իմանալ պատրաստել, դա տարական բան է։ Բոլոր ֆեմինիստական հասարակական կազմակերպությունները կլծվեն ձեր տուն, չէ՞, եթե։ Չէ, մեր տուն չեն համարցակվի լծվեն իհարկե։ Բայց մենք ի սկզբան ոչ մի տես կանոններ չենք ունեցել, այսինքն ոնց ասած, ես խոհանոցում նա կարամ շատ ավելի հաճախ լինեմ կամ Եվ միակ բանը, որ Աննան մեկ ասում է մակրությունը իմն է, բայց դա զուտ որտեվ, չգիտեմ, ոնց է ստացել։ Այնքան բան անում, որ Հա, այգին իմն է, բայց ինքը զուտ այդպես է ստացել։ Օրինակ այգին զուտ ֆիզիկապես ավելի դժվար է կնոջ համար։ Վերջն դա տենց, այսինքն շատ պայմանական է բաժանվել, ոչ թե սերով պայմանավորված։ Բարի նկարը, որը կա ձեր խոհանոցում, ինչ է խորհրդանշում, որտեղից է։ Սա այսպես հետաքրքիր կոլաժ է իմ բարեկամը, ներողություն, իմ բարեկամը Արմեն Ադիլխանյան, մամայիս քերու տղան է, ինքն է ստեղծել, ծնունդիս է նվիրել 30-ամյակից, շատ տարբեր sense հետաքրքիր գործեր է անում։ Խորհրդանշելը չգիտեմ, չնայած ծննդի օրը կարող պատկաստնեք, այնքան մարդ կար չեմ հասցրել հարցնել, բայց ինքը շատ այսպես տաղանդավոր գործեր ունի, շատ կոլաժային հատկապես։ Ես սառնարանի վրա տեսնում եմ վկայումներ այն ամենին, էկրանի երկրում եք եղել, բայց ամենաշատը ինձ հետաքրքրեց Beatles-ի Magnus-ը։ Դուք եք բերել ձեզ համար, ձեզ համար բերել։ Ես եմ Լիվերպուլից բերել, ես 1 տարի Անգլիայում եմ սովորել, Մանչեստրի համալսարանում։ Մանչեստրն էլ դե շատ մոտ է Լիվերպուլի եւ մի քանի անգամ այցելել եմ քաղաք, նաեւ Beatles-ի թանգարանը եւ պատճառը այն էր, որ Beatles-ի սիրած խումբն է։ Հասկացա։ Մենք չխոսեցինք ձեր ծանոթության մասին, ձեր ամուսնության մասին, քանի որ ներքին խոհանոցին վերաբերող հարցեր են, օգտվելով առիթից, որ գտնվում ենք խոհանոցում, մի փոքր խոսենք այդ մասին եւ այն ժամանակ, երբ դուք գտնվում էիք Լիվերպուլում, այնպես դուք արդեն միասին էիք, թե ոչ։ Հա, շատ հետաքրքիր պատմություն։ Ուրեմն ես բանակից ծառայությունից վերադարձա ու այդպես ստացվեց մեր, չգիտեմ ինչա, սիրավեպը սկսվեց։ Բայց բանակից վերադարձել է շատ կոնկրետ նպատակով, որ պիտի արտասահմանում կրթությունս շարունակի։ Արդեն մագիստրատուրա ավարտել էի, Աննան էլ, չէ՞։ Երկուսը Հայաստանում մագիստրատուրա ավարտել էինք, բայց ես ուզում էի նաև դրսում։
Աննան էլ այդպես ստացվեց, որ միասին դիմեցինք երկու համալսարան, ինքը, այսինքն երկու երկիր, Հունգարիա եւ Բրիտանիա։ Այնպես ստացվեց, որ Բրիտանիան ինձ մերժեց Աննայի հայտը հաստատեց, իսկ Հունգարիան իրան մերժեց ու հիմա հաստատեց, բայց մենք խելացի գտնվեցինք ու չմերժեց, այսինքն որոշեցինք առիթից օգտվել եւ գնալ, ճիշտ է, մի տարվա զույգ էինք այդ ժամանակ ընդամենը, բայց մտածենք, որ կդիմանանք, էլի, մի տարի իրարից հեռու։ Բայց մենք իրար ճանաչել ենք կամ մենք ավելի շուտ իրար սիրահարվելուց առաջ իրար մի փոքր ճանաչել ենք ակտիվիզմից, հեռակա առանց ֆիզիկապես իրար տեսնելու։ Ես հիշում եմ առաջին անգամ Արմանի մասին լսեցի արժանապատիվ տրանսպորտ նախաձեռնությունից։ Արմանը եւ մի շարք մարդիկ պայքարում էին արժանապատիվ տրանսպորտ ունենալու համար, որ պետականացվի եւ այդ կոռուպցիոն բոլոր բաների դեմ էին պայքարում։ Գծատերերի դեմ էին պայքարում։ Ունեցանք ի վերջո արժանապատիվ տրանսպորտ։ Ոչ, ես կարծում եմ, որ չունենք եւ օրինակ հիմա մեր գյուղի Երևանն էլ դեռ չունի իմ կարծիքով, թեև ես չեմ կարող ասել, որտեղ ոչ Երևանից եմ, ոչ էլ հիմա հանրային տրանսպորտից օգտվում եմ, բայց մեր գյուղի համար կարամ ասեմ, որ խեղճ մարդիկ կանգառներում սպասում են եւ ստիփած 3-4 հատ բաց են թողում, այնքան լիքն է գալիս եւ մենք օրինակ մեր պարտք ենք համար, որ ճանապարհներին կանգնենք, մարդկանց վերցնենք, իջացնենք քաղաք ու միշտ հարցնում ենք եւ իրանք այսպես անսահման շնորհակալ են, որտեղ վատն է, եթե լավը լինի, կարող չնստենենք, ասեն հեսա գալիս է իմ տրանսպորտը։ Այնպես որ չունեցանք, չէ՞։ Այո, ես բայց նոր եմ վարում դեռ ծանոթ թաղամասերում, բայց հուսով եմ, որ դանդաղ, այո, մի քիչ ավելի դժվար է լինում իմ մոտ ադապտացումը, բայց ոչ որովհետև ես չեմ վստահում իմ վարման հմտություններին, որովհետև մյուսների վարման հմտություններին չեմ վստահում։ Հնարավորություն ունեք տեսնելու լոգասենյակի հատվածը, որը դուք եք ներկել։ Այո, անշուշտ։ Ես շատ սիրում եմ այդ DIY հոլովակները, որտեղ որ կանայք մեկ էլ սկսում են ինչ-որ փոփոխություններ անել տանը եւ շատ ուզում եմ, որ մեր տանն էլ անենք որոշակի բարելավումներ, որովհետեւ երբ որ այս տունը գնեցինք, մեծ հաշվով նոր տուներ, ամեն ինչը նոր էր, բայց ոչ մի բանը մեր սրտով չէր եւ վերջապես ես բաղնիքը վերանորոգեցի ինքնուրույն։ Ինչն եք արել, սալիկները ներկել եմ էպոդեքսային ներկով եւ սև էին սալիկները, պատկերացրեք սևի վրա սպիտակ ներկելը ինչ բարդ էր, սպիտակը 7 շերտ եմ ստիպված ներկել, որպեսզի սևը չերևա, կանաչը ավելի հեշտ էր։ Շատ եմ։ Ես օրինակ 10-ից 10 գնահատում եմ։ Ես շատ եմ։ Աննան չասեր, որ սա ինքն է ներկել, ես ընդհանրապես գրկի չել ընկել։ Դե Աննան բազմատաղանդ է, ես զարմացած չեմ, ամանդ իր քերին էլ հրաշք վարպետ է, հենց վերանորոգումների ոլորտում աշխատում, իսկ մա իր գեները այստեղ շատ ակնհայտ են, որ դեռ ընթացքի մեջ է որոշ վրիպակներ կան։ հա, բայց ինքնուրույն անելու համար հրաշք է, էլի։ Հասկանալի։ Ու նաև համբերություն է պետք։ Հատված այստեղ լիքը բաներ բաց էինք թողել եւ քանի որ ձեր տունը կարելի է ասել նորակառույց տուն է, ամեն դեպքում 6 տարի է անցել։ Մենք նորակառույց տներում շատ քիչ ենք հանդիպում դեպքեր, որտեղ կան մեծ գրապահարաններ։ Ցավոք։ Շատ։ Մեզ համար տխուր է։ Աննան նկատում է այդտեղ։ Ձեր հաղորդումներում եւ ասում եմ Արման, ոչ մեկի տանը գիրք չկա, սա ինչ շատ խայտարակություն է։ ժամանակակից ու գեղեցիկ է եւ դիզայնն էլ շատ գեղեցիկ է արված, այսինքն Աննայի դիզայնն է, էլի։ ընդհանուր ինտերիերի ում գաղափարն է սա։ Սա ոչ թե իմ գաղափարն է եղել, այլ իմ երազանքը։ Փոքր տարիքից ես ուզեցել եմ ունենալ հսկա գրադարան, սա շատ ավելի փոքրական կուզեի եւ շատ ավելի շատ գրքեր կան, որ կուզեի որ լինեն։ Մեր զորնակարդացած ոչ բոլոր գրքերը կան այստեղ, բայց նաեւ այստեղ տեղադրված ոչ բոլոր գրքերն են, որ մենք կարդացել ենք։ Ես համ ժամանակակից գրողներին եմ կարդում, համ ոչ ժամանակակից գրողներին, բայց հայերեն թարգմանությամբ եւ իհարկե ֆեմինիստական գրականություն եմ շատ կարդում, հատկապես որ հիմա իմ գիրքն եմ գրում, որը կոչվում է Քիթը եւ վերաբերում է համ իմ փորձառությանը հայկական հասարակությունում ունենալու մեծ քիթ եւ սապատավոր քիթ եւ անդրադառնում եմ պլաստիկ վիրահատություններին, այն պատճառներին, որոնք որ դրդում են կանանց կատարել պլաստիկ միջամտություններ եւ մասնավորապես անդրադառնում եմ այն միֆին եւ կեղծիքին, իբրև դա կարող է լինել
կնոջ սեփական որոշումը եւ ազատության դրսեւորումը մի համակարգում, որտեղ որ քո որոշումները արդեն կանխաթելադրված են։ Այսինքն կանանց խորհուրդ եք տալիս հնարավորության դեպքում չդիմել պլաստիկ միջամտությունների։ Ես կանանց ոչինչ խորհուրդ չեմ տալիս իմ գրքում, այլ ուսումնասիրում եմ այն պատճառները, որոնք որ դրդում են կանանց կատարելու վիրահատություններ եւ գեղեցկացման այլ միջամտություններ, գեղեցկության արդյունաբերական համալիրն եմ ուսումնասիրում, ուղղակի որպես համեմատություն ասեմ, որ գեղեցկության արդյունաբերությունում 1.4 բիլիոն գումար է պատտվում ամերիկյան միլիարդ այսինքն, չէ՞, 1.4 բիլիոնը միլիարդ է, չէ՞։ Միլիարդից մեկով ավել։ Այսինքն տրիլիոն։ Տրիլիոն պետք է, հա, ասեի, 1.4 տրիլիոն ամերիկյան դոլար է պատտվում համաշխարհային թիվն եմ ասում, եւ եթե օրինակ այդ գումարը ուղղվեր աղքատության նվազեցմանը, ոչ միայն աղքատությունը կնվազեցվեր, կվերացվեր, ոչ միայն բոլոր մարդիկ ունենային անվճար կրթության հնարավորություն դպրոցներում, այլ նաեւ մարդկանց կենսամակարդակը շատ զգալի կերպով կաճեր, այսինքն նաև այդ առումով եմ ուսումնասիրություն կատարել, նաև հայկական շոուներն եմ ուսումնասիրել կերպարանափոխության հերոսներին, թե ինչն է դրդում կանանց գնալ վիրահատությունների եւ առհասարակ ինչպես է կնոջ հոգեբանությունը, տրավմաները, բուլինգից ունեցած իրենց փորձառությունները կոնկրետ բիզնեսները դարձնում փող եւ գումար կուտակելու առիթ եւ հնարավորություն, բայց սա կոչ չէ անելու կամ չանելու, այսինքն այդ պարզունակ դիլեմայի մեջ չեմ ես մտնում, այլ ավելի շատ պատմական ակնարկ է, փիլիսոփայական ակնարկ է, որովհետեւ քննարկում եմ իշխանության տարբեր համակարգերը, արական հայացք հասկացությունը, ինչպես ենք մենք այսինքն այդ հայացքի ներքո ապրում, հատկապես սոցիալական մեդիաների դարում, ինստագրամյան ինքնիկների դարում, երբ որ սելֆիներ, այո, երբ որ այսինքն կան որոշակի դիրքեր, որոնցով ավելի ընդգծվում են որոշակի ճակերտավորացված թերությունները եւ այլն, եւ նաեւ հետաքրքիր մի հատված ունեմ, որտեղ խոսում եմ դրա մասին, որ ինչպես է որոշ դեպքերում մեծ քիթը, սապատավոր քիթը ներկայացվում որպես հայկականության խորհրդանիշ, բայց ինչպես ենք նաև մենք ամեն կերպով փորձում ազատվել դրանից եւ դա ես ձևակերպում եմ որպես գաղութականության, գաղութայնացման դրսեւորում եւ շատ հուսով եմ, որ ընթերցողներին դուր կգա այս գիրքը, փորձում եմ շատ բարդ երևույթները շատ հասանելի լեզվով ներկայացնել եւ իհարկե իմ օրինակով եմ առաջնորդվում, շատ անձնական նաեւ գիրք է, ելնելով նրանից, որ ես նույնպես փոքր տարիքում բուլինգի միջով անցել եմ, ինչպես թերևս ցանկացած անձ։ Երբ է նախատեսվում լույս տեսնի գիրքը։ Շատ հուսով եմ, որ այս տարի կվերջացնեմ, հետևաբար հուսով եմ, որ մյուս տարի լույս կտեսնի։ Բացի ձեր հեղինակային գրքից, 3 գիրք խորհուրդ կտաք մեզ դիտող մարդկանց։ Այո, իմ ամենասիրելի գիրքը, գրքերից մեկը Կարլ Մարքսի «Կապիտալն» է, որը ընթերցելուց հետո հնարավոր չէ, որ տնտեսությանը, կապիտալիզմին, շահագործմանը ուրիշ աչքով չնայես եւ շատ գեղեցիկ պատմություն ես էլ արմանում ունենք գրքի հետ կապված, որովհետեւ 1 տարուց ավել մենք մի փոքր խումբ ընկերներով ընթերցեցին գիրքը, ամեն կիրակի մենք արթնանում էինք, չենք ալարում, գնում էինք, հանդիպում էինք եւ քննարկում էինք գրքի գլուխները եւ այնուհետեւ տեղի ունեցավ նաեւ 2018-ի իշխանափոխությունը եւ հետաքրքիր էր, որ մենք այդպես հեղափոխական մտքեր ունեինք եւ մեկ էլ փողոցային այդ շարժումները սկսեցին եւ հետեւաբար շատ այդպես լավ տպավորություններ ունեն։ Հեղափոխությունից հետո եկավ Փաշինյանն ու ասեց աղքատությունը ձեր ուղեղում է, այնց որ Մարքսի հետ կապ չուներ, մեր հեղափոխությունը բացարձակ կապ չուներ։ Բայց մենք էինք շատ հեղափոխական այդ տարիներին։ Մենք էինք ոգևորվել, բայց այդ Եվ երևի մյուս գիրքը, որ կառանձնացնեմ, Շուշան Ավագյանի գիրք անվերնագիրն է։ Շուշան Ավագյանը ժամանակակից ֆեմինիստ գրող է, ես վստահ եմ, որ
շատերը չեն իմանա նրան, որովհետև մենք չգիտենք ոչ միայն մեր ժառանգությունը, այլ նաև մեր ներկա գրող ստեղծագործողներին։ Դա մի գիրք է, որտեղ որ երկու այլ կին գրողներ, Շուշանիկ Կուրխինյանը Արևելյան Հայաստանից եւ Զապելեսյանը Արևմտյան Հայաստանից հանդիպում են գրքում, թեև իրական կյանքում կարծես նրանք երբեք չեն հանդիպել, եւ այնուհետեւ ծավալվում է խոսակցություն, պոստմոդեռնիստական գիրք է, այսինքն այդպես ինչ որ նարատիվ չկա, սկիզբ եւ ավարտ, շատ էքսպերիմենտալ տեքստ է, փիլիսոփայական տեքստ է եւ շատ կխրախուսեմ, որ բոլորը կարդան այս գիրքը եւ ճանաչեն ներկայիս ստեղծագործող եւ տաղանդավոր մարդկանց, վերջապես գիրքը նաեւ անգլերեն է թարգմանվել եւ հուսով եմ, որ կստանա մեծ ճանաչում, որովհետեւ իմ կարծիքով աշխարհահռչակ գիրք պետք է դառնա այդ գիրքը։ Դա երկու, իսկ երրորդ գիրքը։ Երրորդը ես խորհուրդ կտայի Սարոյանի բոլոր գործերը կարդալ։ Վիլյամ Սարոյանի մասին է, չէ՞ խոսքը։ Ну հատկապես երբ որ այդ Սարոյանի խորքը պարզությունը միաժամանակ Թումանյանն ու Սարոյան երկուսն էլ այդպես մեծություններ են էմոցիոնալ դաշտի առումով, թե որքան են բարձ մարդկային հարաբերությունները էմոցիոնալ նկատում Սարոյանի, իսկ դա շատ իսկապես բարձրագույն է, գրականության մեջ շատ բարձր նշաձող է Սարոյանի մակարդակը գրի, էլի, եւ Թումանյանը։ Ամեն ինչ թող կարդան Սարոյանից ու Թումանյան, խնդրում եմ ուղղակի։ Բարի։ Ձեր տանը չկա հեռուստացույց, ամենայն դեպս դեռ չենք տեսել, միգուցե կա ննջասենյակում, իսկ եթե չկա, ապա ինչու չկա։ Որովհետև իմաստ չունի, միևնույնն է չենք նայելու։ Դրա հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա, միջև այս տունը գնելը Վարչով էինք ապրում, մի տարի այդպես Վարչով ապրեցինք, հետո տունը հանձնում էինք, տանտերը եկավ ասեց հերոստացույցը լավ էր աշխատում, ես ու Անան ասենց իրարացինք, չգիտեինք։ Չենք էլ փորձել։ Ու պուլտի այդ վահանակի տեխնը չգիտեինք իրականում, չհավատաց, ասում եմ, բայց իրոք չգիտենք, բա, չէինք միացրել, եւ ճիշտ ասած ես եմ ավելի կողմնակիցը, որ չունենանք, իրականում դե սպառում ենք մեդիա, այնպես չի սպառում, չկա նոթբուքով կամ հեռախոսով, բայց մի ժամանակ կար, որ ես շատ ընդդիմանում էի, հատկապես տարիներ առաջ, երբ որ քաղաքական առումով շատ անազատ էր հեռուստաալիքները, եւ այտենց մոտս մնացել է մինչեւ հիմա, որ չեմ ուզում ունենամ։ Ես էլ չէի ցանկանում ունենալ, բայց այս վերջին 3 տարիա մտածում եմ, որ գուցե արժի մի հատ մեծ էկրան ունենալ, որովհետեւ հիմա կյանքը այնքան արագացել է, մեզ ստիպում են այդ ռիթմի մեջ ապրել, իհարկե մենք ընդդիմանում ենք ողջ ուժով, բայց նաև զգացել եմ, որ ավելի դժվար է դառնում ֆիլմեր դիտելը, ու դրա համար մտածում եմ, եթե մեծ էկրան լինի, հատկապես ոչ հոլիվուդյան, ավելի դանդաղ, ընթացող ֆիլմերը շատ ավելի հաճույքով կնայեմ, քան փոքր էկրանով, որ այդքան չի տրամադրում։ Մենք տեղ չունենք նա։ Կգտնեք վստահաբար։ Մենք նկարներ, ավելավա նկարներով ինձ թվում է պատենք տունը, քան էկրանով։ Վահանակ ասացիք, հիշեցի, Վահանակը ձեզ համար ունի փոքրիկ ինֆորմացիա։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած, չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր էլ մեր մասին, հիմա խոսենք էլի ձեր մասին եւ ձեր տան նկարների մասին։ Սրանք ֆեմինիստներ են, ովքեր քննարկում են կյանքի անարդարությունները իրենց անձի շուրջ եւ արդեն գինովնում են, կարծես թե։ Սրանք մեր իմ եւ մեր արդեն շատ լավ ընկեր Մարիամ Մուխդուսյանի, մենակ սա չէ, 3 նկարները որ տեսնում եք, Մարիամ Մուխդուսյանի գործերն են, շատ տարբեր իրականում։ Միտեղ որոշակի ֆեմինիստական, միտեղ այսպես քաղաքային պատկերներ, իսկ միտեղ ուղղակի Մարիամի այսպես շատ մռայլ տրամադրությունն է, բայց չի ասի մռայլ, ես ինչ որ խառը մարդիկ եմ տեսնում այստեղ։ Հա, շատ տարբեր է, հենց դա շատերին թվում է թե սա մռայլ է, բայց ինձ դուր է գալիս հենց այս տարբեր իր շրջանի գործերը։ Մամին շատ լավ ընկերն է 20 տարի արդեն եւ հրաշալի արվեստագետ ստեղծագործող եւ որ եկանք էստու նախորդ իրական Վարչով տանն էլ ունեինք, այսինքն հատուկ էս տան համար չենք վերել, մենք վաղուց ունեինք նկարները ու որոշեցինք, որ մեր հյուրասենյակում այսպես մեծապես իր աշխատանքները լինի, որ ինքը միշտ մեր հետ լինի։ Այնպես չէ, ֆիզիկապես էլ է հաճախ մեր հետ, բայց հենց իր շունչը մեր տանը կա, էլի։ Ձեր հողամասը քանի մետր քառակուսի է։
Հողամասը միայն։ Բուն հողը նկատի ունեք։ Եևի մոտ 300 ժամ մնացել, որտեղ ընդհանուր 500 էր, այսպես։ Այսինքն ձեզ չհերիքեց 300 մետր քառակուսին եւ որոշեցիք տանը նույնպես բույսեր ունենալ։ Իրական մի ընկեր ունեմ, ռուս ծաղրում է ինձ, ասում է, որ այգի ունես, ինչի ես ներսը ծաղիկներ։ Իրականում սրանցից մի քանիսը Աննայի նվիրել են։ Այդպես դե մենք չենք կարող թողնել, որ չլինեին։ Այն ժամանակ, երբ որ չունեինք սեփական տուն, իրանք արդեն շատերը կային եւ ոնց որ ոչ էինք վերացնելու, էլի դրա համար շարունակում ենք պահել։ Համե թող լինի կանաչ թե ներսը թե դուրս։ Ընդհանրապես մեր երկիրը պակաս կանաչ է, ցավոք, շատ քիչ են անտառային։ Եվ գնալով պակասում է, դա ավելի վատ է։ Օրինակ ես կարծում եմ, որ թո մեծամիտ չընչի, բայց մենք կարծում եմ մեծ գործ ենք արել, որ մեր ձեռքերով 30-ից ավելի ծառ ենք տնկել եւ գոնե մեր գյուղի մեր հատվածը ավելի կանաչ ենք դարձել։ Հավատացեք, ինքը շատ ջանք տանող է, որտեղ պիտի խնամես, ջրես, չգիտեմ, խոտը կտրատես եւ հնձես եւ այլն, բայց դա թող լինի մեր փոքրիկ ներդրումը, որ կարող մեր կյանքից հետո էլ ապրի հուսանք, այսինքն ծառերը, բնությունը, այսպես եթե դեպ տենդենս կա, ես նկատում եմ մեր գյուղում մարդիկ, որ նոր տարածքներ են արդեն գալիս, ամայի դարձնում են տուն, մեկ է տեսնում ծառեր են տնկել, շատ ուրախ, այսինքն ուղղակի ստիփած պիտի ամեն մեկս մեր ներդրում անը, որ մեր երկիրը ավելի կանաչ լինի եւ աշխարհը առհասարակ մոլորակը։ Մեր եթերաժամանակը կամաց մոտենում է իր ավարտին, բայց մենք լիարժեք չենք բացահայտել ձեր տունը, խնդրում եմ շատ արագ ցուցադրեք մեզ բոլոր այն անկյունները, որտեղ դեռ չենք հասցնել լինել, դե ննջասենյակն է եւ Աննայի աշխատասենյակը նաեւ։ Ննջասենյակն է եւ կրկին Աննայի վերանորոգմամբ, թե ոչ։ Ոչ։ Չէ, այս մեր ճաշակը չի, սա մի բան է, որ ուղղակի թողել ենք եւ կարող ձեզ համար տարօրինակ ու ծիծաղելի ինձ թվա, որ ինչու է այսպես ստացվել։ Բանն այն է, որ սա երկու փոքրիկ ննջասենյակ է եղել եւ մենք ուղղակի պատը քանդել ենք, որպեսզի դառնա մեկ մեծ, բայց դրանից հետո չենք վերանորոգի, այսպես ինքը միքս է ստացվել։ Եվ Աննան քանի որ հեռավար է աշխատում, այսպես իր համար անկյուն է ստեղծել, որ ես իրան չխանգարեմ։ Ինչ գիրք է դրված անմիջապես ձեր վարչակալի կողքին։ Այս Գոլմանի հուզական ինտելեկտն է, ով է կարդում սա։ Ես եմ կարդում, ընդհանրապես ուսումնասիրում եմ հուզական ինտելեկտը եւ հոգեբանություն կարելի ասել։ Սա այս master reader-ից է, եթե նկատեք, դեռ շատ քիչ եմ կարդում։ Շատ դանդաղ եմ իրականում կարդում, ժամանակով պայմանավորված, բայց սա մի ոլորտ է, որ ինձ շատ վերջի տարիներին սկսել հետաքրքրել։ Ոնց որ անձնական խնդիրներով պայմանավորված, երբ որ սկսում ես որոն փնտրել ինչ-որ հետաքրքիր լուծումներ կյանքի իմաստության եւ այլն, զգում ես, որ կարաս նաեւ ինքդ սովորես եւ գուցե հետագայում ուրիշներին օգնես։ Հիմա այդ փուլում եմ, դեռ ինձ թույլ չեմ տա ուրիշներին օգնելու մասին մտածել, բայց ուսումնասիրում եմ նպատակով, որ գուցե մի օր իմ փորձի եւ իմ գիտելիքի հիման վրա կարողանամ օգտակար լինել, հատկապես գուցե երիտասարդներին, որոնք շատ էսպես կյանքում դժվարանում, ոչ միայն իդեպ, կյանքի տարբեր տարիքներում մարդը կարիք է ունենում այսպես ինչ-որ հոգեբանական աջակցության։ Մենք շատ տարբեր փուլային դժվարությունների միջով ենք անցել վերջին մի քանի տարիներին, այդ թվում եւ երեխայի կորուստ եւ այլն, քաղցկեղ, ամբուժելի հիվանդությունով ապրել սովորելու հմտությունների ձեռքբերում, այսպես ասած, բայց հասկացել ենք, որ երջանկությունը այստեղ է եւ հիմա եւ Արմանը ունի երջանիկ ապրելու արվեստ, նույնիսկ ամենադաժան եւ անմարդկային պայմաններում դրսևորելու մարդկային ամենաբարձր հատկանիշները եւ իսկապես հրաշալի կլիներ, եթե մի օր կիսվեինք մեր փորձառություններով։ Ընկերներ, շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի եւ բացահայտումների համար։ Մենք կհանդիպենք հաջորդիվ արդեն ձեր դռան մոտ։ Սիրով։ Եղանակը մռայլվեց, բայց ձեր բարձր տրամադրությունը փոխանցվել է մեզ եւ մենք շատ բարձր տրամադրությամբ հեռանում ենք ձեր տնից։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի ու բացահայտումների համար։ Մի շարք կարևոր թեմաներ չհասցրեցինք քննարկել կարճ եթերաժամանակի պատճառով, բայց մենք հաջորդիվ կլինենք ձեր տանը, արդեն քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում եւ կքննարկենք բոլոր բաց թողած թեմաները։ Համեցեք, որ չստացվի մենակ գլուխ էին գովում, բայց ոչինչ չսարքեցինք հաջորդ անգամ։ Շատ շնորհակալություն, ես ձեզ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ եւ հաջողություններ, մինչ նոր հանդիպում։ Շնորհակալ ենք, հաջողություն։ Հաջողություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.
Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными.